Գիրք Ելից, գլուխ 11, Անդրանիկների մահը։ Եվ Տերն ասաց Մովսեսին. Փարավոնի վրա և Եգիպտոսի վրա մի պատուհաս եմ բերելու, դրանից հետո ձեզ այդտեղից կարձակի, հենց որ արձակի, ձեզ այդտեղից վռնդելու է։ Հիմա խոսիր ժողովրդի ականջներին, որ ամեն մարդ ու ամեն կին իր դրածուց արծաթեղեն զարդեր և ոսկեղեն զարդեր խնդրի։ Տերը շնորհ տվեց ժողովրդին եգիպտացիների առաջ։ Իսկ Մովսես մարդն էլ Եգիպտոսի երկրում փարավոնի պաշտոնյաների ու ժողովրդի առաջ շատ մեծ համարում ուներ։ Եվ Մովսեսն ասաց. Տերն այսպես է ասում. կեսգիշերին ես դուրս կգամ Եգիպտոսում, և բոլոր անդրանիկները կմեռնեն Եգիպտոսի երկրում, գահի վրա նստած փարավոնից մինչև երկայնքի ետևում եղող աղախնի անդրանիկը, և բոլոր անասունների առաջնեկները։ Եվ Եգիպտոսի ամբողջ երկրում մեծաղաղակ կլինի, որի նմանը չի եղել և չի էլ լինելու։ Իսկ Իսրայելի որդիներից ոչ մեկի դեմ, մարդուց մինչև անասուն, մի շուն անգամ չի շարժի իր լեզուն, որ իմանաք, թե Տերը եգիպտացիների ու իսրայելացիների միջև տարբերություն է դնում։ Եվ քո այս բոլոր ծառաները թող ինձ մոտ իջնեն և խոնարհվեն իմ առաջ, ասելով. դուրս գնա դու և քեզ հետևող ամբողջ ժողովուրդը, և դրանից հետո դուրս կգնամ։ Եվ Մովսեսը զայրացած դուրս եկավ փարավոնի մոտից։ Եվ Տերն ասաց Մովսեսին. Փարավոնը ձեզ չի լսելու, որպեսզի Եգիպտոսի երկրում էլ ավելի շատ հրաշքներ անեմ։ Մովսեսն ու Aaronն արեցին այս բոլոր հրաշքները փարավոնի առջև, և Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա չարձակեց Իսրայելի որդիներին իր երկրից։